Մայիսի 16-ից 17-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին կդառնա արհեստների, ազգային մշակույթի ու համեղ ուտեստների տոնական կենտրոն։ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը կհամախմբի վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից ու Իրանից։ Փառատոնն այս տարի կրում է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։ Ավելի մանրամասն մենք կխոսենք մեր հյուրերի հետ։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կրթական բաժնի ղեկավար Աստղիկ Մաղսուդյան, ազգագրագետ, գեղանկարիչ, թանգարանի գիտական աշխատող Հրազդան Թոքմաջյան։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսել եւ վաղ առավոտյան այսպես եկել հասել եք մեր անգամ էս հորդառատ անձրևին։ Եկեք խոսենք մայիսի 16-ից եւ 17-ից ժամեր անց, այսպես ասած, մեկնարկելու է միջոցառումը, ինչու է ընտրվել Մեղրին։ Ամենապարզ հարցից սկսած։ Անձրևոտ եղանակին հասել ենք եւ շտապում ենք արևոտ Մեղրի եւ բոլորին հրավիրում։ Մեզ էլ տարեք Մեղրին այս տարի համեցեք սիրով։ Մեղրին, ինչպես արդեն նշվեց, այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն է եւ մեր թանգարանի փառատոնը բազում իրականացվող միջոցառումներից մեկն է, այսինքն տարին բավականին հագեցած արդեն սկսվել է եւ շարունակվելու է Մեղրիում։ Արհեստների միջազգային փառատոնն արդեն անցկացվում է 5-րդ անգամ, սկսել է 2022 թվականին, արդեն եղել ենք Դիլիջանում, Գավառում, Գյումրիում, Արենիում եւ այս տարի արդեն լինելու է փառատոնը Մեղրիում եւ ինչպես նշեցիք, յուրատեսակ այսպես մշակութային հրավառություն է նաև, քանի որ ոչ միայն Հայաստանից վարպետներ են ներկայանում, այլև ԱՊՀ երկրներից այս տարի, Իրանից, Վրաստանից, ուստի տարածաշրջանային է ավելի այսպես։ Միջմշակութային նաև այսպես գեղեցիկ հարթակ է դառնում։ Նաև վարպետների իրար հետ շփման, փորձի փոխանակման տեսանկյունից, ինչպես նաև ոլորտների, բազմաբաղադրիչ լինելու եւ երաժշտության եւ ինչպես նշեցիք ուտեստների եւ իհարկե արհեստների, վարպետության դասերի, մի խոսքով բաց թողնել չի կարելի։ Այսինքն բաց է լինելու, տոնավաճառանման ինչպիսին է, մի քիչ կխնդրեմ այսպես, որ հետաքրքրի Երևանից էլ շտապեն առավել եւս շաբաթ-կիրակի առջևում։ Նշեմ նաև, որ փոքր թաղում է լինելու այս ամենը, այսինքն Մեղրի այսպես բացի այն, որ Մեղրին հրաշալի Հայաստանի կետերից մեկն է, ինչպես գիտենք, նաև փոքր թաղը հատկապես իր պատմամշակութային ժառանգությամբ, այո, ինչպես նշեցիք, բացօթյա, այսպես տաղավարային փառատոն է լինելու, որտեղ եւ կարողանալու են տեսնել, գնել եւ սովորել, նաև մասնակցելով վարպետաց դասերին, կարողանալու են մասնակցել նաև համբարձման ծեսին, որ իրականացնելու ենք մեր գործընկեր կազմակերպության վարենկի հետ, կարողանալու են վայելել համերգներ եւ հոգեվոր ծրագրով, որը մեր թանգարանի երգչախումբն է կատարելու եւ երեկոյան նաև Կաթիլ երաժշտախմբի համերգն ենք վայելելու։ Գայթակղությունն ունի անուն այս փառատոնն է։ Ես գիտեմ, որ գորգագործությունից մինչև 2 պար հետաքրքիր է նախ մանրամասնեք ինչ ծրագիր է լինելու եւ հետաքրքիր է, որ մասնակիցները միայն հանդիսատեսի կարգավիճակ ունեն, թե կարող են նաեւ մասնակցել։ Ոչ, շատ մեծ այսպես մշտապես շեշտադրում դրվում է նրա վրա, որ ինչպես արդեն նշեցի, նաեւ մարդիկ կարողանան սեփական իրենց փորձով այս ամենի մասնիկը դառնալ, այլ ոչ միայն նայել, եւ սա վերաբերում է կրկին բոլոր ոլորտներին, այսինքն եւ կարողանալու են գործել թաղիքից, բրդից ենթադրենք որևէ բան պատրաստել, ասեղնագործել, կարողանալու են սովորել ազգային 2 պար, այսինքն ամբողջապես այս ամենի հենց կրողը եւ փոքրիկ մասնիկն են դառնալու նաեւ մեր այցելուները։ Պարոն Մաղսուդյան, որպես ազգագրագետ, ինչպիսի շտրիխներ եք մտցրել, ինչպիսի նորություն կա այս միջոցառման ժամանակ, որ հենց մեզ է բնորոշ լինելու։ Նախ եւ առաջ դրան մասնակցում են Հայաստանում գործող լավագույն վարպետներ եւ կերամիկայի եւ ասեղնագործության եւ գորգագործության, սրանք կարեւոր են։ Ինձ թվում է, որ այստեղ նաեւ կարեւոր է այն իմաստով, որ եւ Հայաստանի ժողովրդի համար եւ հյուրերի համար հնարավորություն է բացահայտել Մեղրին, որովհետեւ նաեւ մեր համակարգացիների համար Մեղրին բոլորովին տարբեր մի իրավիճակ, մի մթնոլորտ ունի, որը նման չի ոչ Գյումրիին, ոչ առավել եւս Երևանին։ Շատ լավն է առավել եւս շեշտադրումը։ Այո, դա ոնց որ մի բան տարաշխարհիկ մի տեղ լինի եւ Ես Իրանին եմ նմանեցնում Մեղրին, ճիշտ ասած, այդ իրավ տեսակ ավելի արևելք է, տաքություն։ Ճիշտ է, ոչ միայն աշխարհագրությամբ, այլ նաեւ մշակութային իմաստով այդ Հայաստանի հարավային մասերը մոդենում են դեպի Իրանին, հյուսիսային, թե իհարկե այն ժամանակ այդպես հստակ գծված սահմաններ չեն եղել։ Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս, որ անպայման առիթ օգտագործելով գնան եւ
եւ ծանոթանան մեր ավանդական արհեստներին եւ հյուրերի բերած, որովհետեւ դա էլ մեծ բան է, որ Հայաստանի մի փոքրիկ քաղաքը դառնում է ԱՊՀ երկրների, ուրեմն մասնակցությամբ մի փառատոնի եւ այնպես որ գնացեք չեք փոշմանի եւ դրանց ծանոթանալուց բացի կվայելեք Մեղրիի գեղեցկությունը։ Ինչպես է ընտրվել, որ այստեղ է անցկացվելու Մեղրիում, մրցույթով է լինում կամ ամեն տարի մի երկիր է լինում, կխնդրեմ մի փոքր փակագծերը բացեք։ Յուրաքանչյուր տարի, ինչպես արդեն նշեցի, ընտրվում է Հայաստանի որևէ մարզ, որևէ քաղաք, նաև սա նպատակ ունի ակտիվացնել տեղի ստեղծագործ վարպետներին։ Այս տարի եւս Մեղրիում առանձին տաղավարով, առանձին հատվածով ներկայանալու են Մեղրիի եւ հարակից համայնքների վարպետները։ Այս տարի կապված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելու հետ, այսինքն ընդհանուր առմամբ այս տարին Մեղրիի համար, ինչպես նշեցինք, բավականին այսպես ակտիվ է լինելու եւ հաջորդիվ տարիների շարունակելու ենք ելի շրջել Հայաստանի մյուս մարզերով, այնպես որ մյուս մարզերի վարպետները եւս կարող են ակտիվանալ, մեզ հետ կապ հաստատել, որպեսզի կարողանանք նաև նրանց ներառել հաջորդ տարիների ընթացքում։ Արդեն հյուրերը ժամանել են, հասցրել են ծանոթանալ, ինչպիսի տպավորություններ ունեն, ինչպիսի զգացողություններ ունեն։ Մեր հյուրերը արդեն իսկ Մեղրիի ճանապարհին են եւ այսպես մեր թանգարանի անձնակազմը օրեր շարունակ արդեն իսկ Մեղրիում է եւ բավականին այսպես բարձր տրամադրությամբ արդեն իսկ ակտիվ շատ աշխատանքային process-ում են եւ վաղը արդեն իսկ ամեն ինչ պատրաստ է լինելու մեր հյուրերի համար։ Մասնակիցներն ինչպես են ընտրվում։ Եվ մենք ենք այսինքն կապ հաստատում, քանի որ արդեն իսկ ունենք բազում այսպես համագործակցություններ, քանի որ արդեն 5-րդ տարին է փառատոնը անցկացվում, սակայն ամեն տարի փորձում ենք ներառել նաև նոր վարպետների եւ այս տարի նաև հետաքրքիր է նրանով, որ վարպետներից բացի յուրաքանչյուր երկրի ժամանելու են նաև երաժիշտներ, այսինքն կարողանալու ենք նաև նշված երկրների երաժշտական, այսպես մշակութային հատվածին ծանոթանալ, որը եւս այս տարվա հետաքրքիր այսպես նորամուծություններից է։ Ինչ հրաշալի։ Եկեք խոսենք երեխաների մասին հատվածից։ Կա սովորաբար տոնակատարությունների ժամանակ, այսպես տոնավաճառների ժամանակ քիչ է հատկացված լինում նաև երեխաների ժամանցի մասին։ Այսինքն այսպես նաև ընտանեկան միջոցառում է, մարդիկ կարող են գալ եւ չմտահոգվել, որ որտեղ թողեմ երեխային։ Կարող են մասնակցել վարպետաց դասերին, այո, սովորել ազգային երկու-պար, մասնակցել համբարձման, այս ամբողջ ծիսակատարությանը, քանի որ մեր մշակույթը իրականում գուցե չիմանալուց ճանաչելու դեպքում շատ բարդ է թվում է, որ մենք չենք կարող որևէ բան գործել կամ ինքներս երգել բարել, բայց իրականում այդպես չէ, մի փոքրիկ այսպես խթան է պարզապես պետք լինում, որ կարողանաս այդ ամենի գրողը եւ զգալ այդ պահին այդ ամենը եւ մասնակիցը դառնալ այս ամենը։ Ընդհանրապես նախընտրելի է, որ երեխաների հետ կան եւ ոչ միայն այդ միջոցառման, այլ նաեւ թանգարաններ։ Մեր առաջիկայում ուրեմն թանգարանի գիշերներն են, չէ՞։ Այդ մասին այսօր խոսում ենք։ Այո, շատ լավ կլինի, որ երեխաների հետ կան, որովհետեւ յուրաքանչյուր սերունդ պետք ունի ուրեմն շփվելու իր մշակույթի հետ։ Հիմա ինչպես որ ամեն տարի առաջի դասարան են գնում, չէ՞ երեխաները։ Այսինքն մեր իմացածը մեր երեխաները չգիտեն, մեր թորնիկները չգիտեն, դրա համար պետք է որ անպայման երեխաների հետ կան, երեխաները փոքր տարիքից շփվելով հասկանան, թե իրենք ինչ մշակույթ ունեն, ինչ անցյալ են ունեցել եւ այդ անցյալի վրա հիմնվելով, լավ ճանաչելով կարողանան կառուցել իրենց ապագան։ Այո, անկախ նրանից նույնիսկ մեկ ասում են, բան չի հասկանում, ավել հոգնում, ոչինչ, թող հոգնելով, բայց ինքը հասկանա, ինքը զգա, որ այդտեղ այդպես են պահում, նայում են, կանգնում են, երկրորդ, երրորդ անգամ արդեն հարցեր է տալու, ինքն էլ է հետաքրքրվելու, միանշանակ։ Մեր որպես ժողովուրդ, որպես պետություն շատ կարևոր է ունենալ մշակված քաղաքացի։ Մշակված քաղաքացի ինչպես կարող ես ունենալ, եթե այդ քաղաքացին անտեղյակ լինի իր մշակույթից, դա պայման է։ Եվ պայման է ոչ միայն ներքին իմաստով, այլ նաև պայման է արտաքին իմաստով, որովհետև երբ որ միտեղ դու գնում ես, իրենք քեզ ուզում են ճանաչել, չէ՞։ Եթե դու քեզ չես ճանաչում, քեզ ոնց ճանաչեն ուրիշները։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, որ այդ առաջիկա օրերը օգտագործելով անպայման նաև կան, ուրեմն Վանիկ Շարամբյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, որովհետև այնտեղ շատ լավ ցուցադրություն ունենք։ Մշտական ցուցադրությունից բացի, որտեղ ներկայացվում է մեր ուրեմն տեքստիլը, հյուսվածեղեն, մետաղի մշակում, փայտ, տարազի լավ ցուցադրություն ունենք, դրանցից բացի ունենք նաև ժամանակավոր ուրեմն ցուցադրություն, որը ապրիլի վերջին բացվեց եւ մինչեւ այս ամսվա վերջ լինելու է, ուրեմն վերաբրումի օրագիր խորագրով, որտեղ ներկայացված են ցեղասպանությունը վերաբրած շուրջ 10 կանանց
ասեղնագործություններ, որոնք այդ ուրեմն տարագրության եւ ուրեմն տառապանքի օրերով անցել են եւ շարունակել են ասեղնագործել, ներկայացված են եւ իրենք որպես հեղինակներ մեծադիր լուսանկարներով եւ իրենց աշխատանքները։ Սա ինչի համար է կարևոր։ Կարևոր է, որովհետեւ մենք իմանանք, որ մենք այս աղետի միջով ոչ միայն անցել ենք, այլ նաև կարողացել ենք վերաբրել։ Սա շատ կարևոր է եւ իմանանք, թե ինչպես ենք վերաբրել եւ հարգը իմանանք մեր տատիկների, մեծ մայրերի, որոնց այդ աշխատանքով, որը ամենահասանելին էր, հա, այդ տարագրության շրջանում, որպես այդ թշվառ վիճակում ինչ գործ կարող էր անել, թել ասեղով մի կդոր հիշեցի, գիտեք, որ պատմում եք իրականում շատ տպավորիչ էր թափվածը։ Այդպես սերունդ է մեծացել, դա տարել է հաց, այդ հացով կերակրել իրենց ավագներին, իրենց ավագներն էլ ժամանակի ընթացքում աշխատանքով հասել են բարեկեցության։ Այնպես որ համեցեք մեր տնգարան։ Սիրով պարոն Թոքմաջյան, որպես ազգագրագետ ինձ հետաքրքրում, այ խոսում ենք կավագործությունից, գորգագործությունից, երիտասարդ սերունդը որքանով է հետաքրքրված ազգային երգ ու պարի հանդեպ կարծեք ակտիվացում տեսնում ենք, իսկ այս ճյուղերում արվեստի ինչպիսին է ընդգրկվածությունը։ Այո, ասեմ ձեզ, այդ քանի որ ես նաև Սփյուռքի ապրելու փորձառություն ունեմ, ասեմ որ Հայաստանում բավական աշխուժ է եւ դա հուսադրող է, որովհետեւ մանավանդ Մերձավոր Արևելքի մեր ավանդական գաղութները, որ քայքայվեցին այս պատերազմների ընթացքում եւ քայքայման process-ի մեջ են, գիտեք հիմա նույնիսկ Սիրիալի Լիբանանը ինչ վիճակում է այս պահին, ուրեմն Սիրիայի մեր հրաշալի գաղութը ուրեմն գրեթե քայքայվեց փաստորեն։ Այո, այդ տեսակետից Հայաստանում բավական հուսադրող վիճակ է, որովհետև երիտասարդության մեջ կա մի խավ, որը հետաքրքրված է, ոչ թե բանով բարդադրությամբ, այլ իսկապես հետաքրքրություն ունեն։ Դա շատ կարևոր է, որ այն ինչ որ արտերկրում նույնիսկ բարենպաստ երկրներում հնարավոր չէ շարունակել, հայրենիքում դա շարունակվում է։ Ուրիշ խոսք, որ դրանց պետք է նաև նոր բովանդակություն իմաստ տալ, որովհետև կիրառական արվեստն արդեն անունը մեջն է կիրառական, ինքը պետք է կիրառություն ունենա, որ նաև կենսունակություն ունենա։ Այլապես ձևի համար բան չես անում, էլի ասենք գորգը պետք է կենցաղում օգտագործվի, որ այդ գորգը հյուսվի, չէ։ Այդպես, բայց ընդհանուր առմամբ եւ ուրեմն կերամիկայով եւ տեքստիլ ասեղնագործություն, գորգագործություն բավական մեծ հետաքրքրություն կա։ Այդ իմաստով մենք կարող ենք մի քիչ հանգիստ շունչ քաշել։ Դեռ ձեզ շնորհակալ ենք, բավականին հետաքրքիր ու կարևոր է նաեւ զրույցի համար, որովհետեւ իսկապես մեր հեռուստադիտողները դիտում են, վստահ եմ, հետաքրքրություն առաջացավ ոչ միայն լինել Մեղրիում, այլև ձեր ներկայացրած թանգարանում լինել։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալ ենք ձեզ հաջողություն, իսկ մենք մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ մայիսի 16-ից 17-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին դառնալու է արհեստների, ազգային մշակույթի եւ համեղ ուտեստների տոնական, այսպես կեցավայր եւ կենտրոն։ Գնացեք Մեղրի ու մնացեք կենտրոնի եթերում։